Քիչ հետո քիրքը պիտի ներկայացնե բարոն Հրաչ Սեփեջյան, նախքան զիգփեմ հրավիրելու կուզեմ իր կենսագրությունը հագիրճ ձևով ցեզի փոխանցել։ Բարոն Սեփեջյան ծնունդով լիբանանահայ է, շրջանավար Դեգիբրոսի Մելքոնյան կրթական հաստատութեն է և Երևանի Պետական համալսարանի փանասիրության բաժանմունք է։ Բեյրութի և Լոս Անջելեսի մեջ եղած է և է հայոց լեզվի ուսուցիչ և խմբագիր, շրջանը վարած է նոր օր շաբաթաթերթի խմբագրությունը, վերջին տասնամյակին գվար է Հոփեմետ Մանուկյան Դեմիրճյան վարժարանի հայերենի բաժանմունքը, հասարակական կյանքի ներս իր ներդրումը ունի Հոփեմետ և Թեքեյանի շրջանակները ներս։ Անշուշտ բարոն Սեփեջյան ունի առաքինություններ, որոնք իր կենսագրության մեջ չեն գրված։ Որպես իր պաշտոնագիծը առանց իր համեստությունը վիրավորելու կուզեմ ավելցնել, թե անգահատկանշվի իր ազնվությամբ, համբերատարությամբ և պատրաստակամությամբ։ Հանդարտ նույնիսկ ամենատաքնավալի բահերուն միշտ պատրաստ օգնելու որևէ բանով, որ շրջինները պետք ունին։ Ասալ կներկայացնե իր մարդկային որակը, որ չէ գրված իր կենսագրության մեջ։ Բարոն Սեփեջյան, խնդրեմ հրամեցեք։ Շնորհակալություն ձեր ազնիվ խոսքարանալի համար։ Գերաշնոր սպազան հայրեր, հարգելի հայրենագիցներ։ Իր տեսակի մեջ հատուկ ցերեգույթ մնա այսօր, որ մենք տեղած է մեզ այստեղ։ Հատուկ է նաև վայրը, որովհետև այստեղ դունն է գազագերբիչ հանձնախումբին, Բոլսահայ կամ Իստանբուլահայ մշակութային միության հանձնախումբին, իրենց կենտրոնատեղին Հրանտ Դինքի անունը գրող սրահի մեջ։ Խորհրդածելու արիտները քիչ չեն արդարել։ Հայոց կրթական հաստատություններու պատմություն Օսմանյան խավարներու մեջ անունը գրող 4 հատորյա շարքին առաջին 2 հատորներուն հույսընձայման արիտող ամեն բանի առաջ շնորհավորենք հեղինակը Գևորգ Հակոբյանը։ Անցնող 2 տարիներուն սրբակրություններու սև աշխատանքի օրերուն արիթ ունեցավ մոդեն ճանչնալու այս մարդը, որ ամեն անգամ կներկայացվի հանրության որպես Իստանբուլահայ առաջադար մամուլի Մարմարայի խմբակիրներեն Մաքրուհի Հակոբյանի եղբայրը։ Այսօր արդարորեն պետք է նշենք, թե Տիկին Մաքրուհին քույրն է այս համեստ մարդուն, որ գոչվի Գևորգ Հակոբյան։ Իխոնարի ձեր դիմաց սաբանում։ Ամեն բանի առաջ ձեր մեծությունը ձեր անմիջականության ու բարձրության մեջ է։ Ես ինչ եմ գրել, որ պիտի ասեք հիմա։ Հավաքեցի նյութեր, բրբետեցի արխիվներ, աշխատանքի մղեցի ուրիշներ, ամեն բան կողքովի բերի, հետո միտքերս շարադրեցի, համակարգիչին դիմաց, գրեցի, սրբակրեցի, էջատրեցի, հին ու խունացած լուսանկարները մաքրեցի, շտկեցի, տեղացրեցի էջերու մեջ միայն։ Հարգելի ներկաներ, դրնակ պետք է պատկերացնել այս աշխատանքի մեծությունը և հեղինակին առույցի բաժինը։ Խոսքը 1000 մեծաթիվ էջերու մասին է։ Այս 2 կանաչ հատորները, խեղճ մարդ, կոնե Տիկինը համով սուրճ մթեմը չորեկ մքերավ, հազարավոր ժամերու աշխատանքին դիմաց, ամերիկացիք պիտեսեին, վավ։ Շնորհակալություն այդտեղ իր տիկնոջ Սոնային և զավակներուն ու թորներուն, որովհետև այն բոլոր ժամերը, որ այս ու քալիք հատորներուն դրամատրած է և պիտի դրամատրե բարոն Հակոբյան, անգարելի պիտի լային առանց 100 աջակցության Տիկին Սոնային և ընտանիքին։ Բարոն Գևորգ Հակոբյան համով հոտով պատմող է նաև, քիչ եթե արի դակ, գրնա ժամը խոսիլ այնպիսի մանրամասնություններ պատմել Քյուրիմը, Դբրոցինը կամ ուսուցիչիմը կյանքեն, որոնք շարժանկարի նման պիտի անցնին ձեր մտաբաստարին վրայեն։ 2 քիրքերը, 2 հատոր, միասին շուրջ 1000 էջ, առաջինը 510 և երկրորդը 546 էջ։ Առաջին սրբակրիչ է խմբակիր քույրը Մաքրուհի Հակոբյան, Իստանբուլ, անձնանուններու ցանկագրություն Վերա Սահակյան, Երևան,
Հեղինակը բծախնդրորեն կատարած է նաև զույգ հատորներում և էջատրումը և ձևավորումը։ Գողքի պատրաստություն, կամ ինչպես գիրքը գսե, գաղափարիչի պատրաստություն, լորի վանկասար Kömürcü İstanbul, Դպակություն Սենա Օֆսետ Իստանբուլ, Հրադարագիչ Պարոս Ամսակրի խմբակություն, խմբագրաբեդ Մայդասարիս Իստանբուլ։ Առաջին հատորը հեղինակը նվիրած է իր մորը, Վերքին Հակոբյանի անմոռաց հիշատակին։ Երկու հատորներում դպակությունը իրականացած է մեծարդյալ Սարգիս Չետինկայայի ադենաբերությամբ Օրթագյուղի Սուրբ Աստվածածի եկեղեցվո և Սուրբ Տակմանչած վարժարանի թաղային խորհրդին կողմեն։ Հրադարարության ծախսերում իրենց մեծ բաժին ունին նաև Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը և Նորդիջի պետական համալսարանի հայագիտական ուսման ծրագիրը։ Այս արդիվ մեր շնորհավորությունը կողենք դոկտոր Ասլիկ Վահրանին, որուն անմիջական շարքերուն շնորհիվ այս պատմավոր երկու գազམ་ագերությունները օժանդակեցին զույգ երկերուն հրադարարության լույս աշխարհ քայլում։ Հանգուցյալ բարոն Զավեն Խանջյան դժբախտաբար չտեսավ այս երկերուն ծնունդը, որոնցով իսկապես խանդավառել են։ Այսօր ուրախ ենք, որ մեզ հետ է Նորվեջի համալսարանի հայրենական բաժնետորեն դոկտոր Վահրամ Շամասյանը։ Մեր խորին երախտագիտությունը ձեզ եւ դոկտոր Վահրանին։ Առաջին հատորը բացվի հեղինակին մեր խոսքով։ Վերնակիրը ծավոտ է ու խոսում։ Հայրենի հարազատ հողը ստիպողապար լքել, հեռանալ ու քաղաքական դառնալ։ Այս զույգ հատորներում նախորդող Անտրանիկ հատորը, նարնջակին հատորը սեղանի վրա, միայն Բորիս քաղաքի հայական վարժարաններու մասին էր, բովանդակելով շուրջ 170 դպրոցի պատմություն։ Օսմանյան գավառներում մեջ գտնվող հայական դպրոցներում պատմությունը գրելու ընթացքին հեղինակը այն մտովի բաժնած 4-ի։ Այս երկուքը արևմտյան կողմը կներկայացնեն, իսկ հետագային Վահրամ Հակոբյան ելանք ունի շարունակելու արդեն իսկ սկսած գործը ավարտին հասցնելու հեվկոտ ընթացքը։ Կրնանք պատկերացնել, մեկ տարու մեջ 1000-ը ավելի հայական վարժարաններ հիմնված են։ Համեմատենք այսօրվան հետ, Հակոբյանի տվյալներով մոտավորապես 240 հայական վարժարան կա այսօր 7 միլիոնի հասնող մեր սպիրկի տարածքին։ Առաջին հատորը բաղկանը 3 գլուխներ է։ Գլուխ առաջին, դպրոցը և դաստիարակությունը հայոց պատմության մեջ։ Հեղինակը Հերվեն ուկա, միայն այս առաջին գլուխին 10 մասերու խորակիրները նշենք և պիտի տեսնենք կատարված աշխատանքի լրջությունը։ Պատմական աղբյուրներ հայերու և Հայաստանի ծագման մասին, նախաքրիստոնեական շրջանի հայ դպրոցներու գոյության փաստերը, նախաքրիստոնեական շրջանին հայոց հին գրոնները, ազգային եկեղեցի հաստատելու անհրաժեշտությունը և կարևորությունը, պետության քրիստոնեացումեն հետո 4-րդ դարու հայ դպրոցները, հայ գերերգյուտը և ոսկետարու դպրոցները հայ հասարակության մեջ, հայ դպրոցը ուսումնական կյանքը 5-րդ դարին մինչև 11-րդ դար, վանկերու և բանականներու նվաստը հայ դպրոցին և դաստիարակության, հայոց պետականության կազմակերպումը, ուսման անկումը Կիլիկյան նոր ժամանակաշրջանին, հայ դպրոցի վերակազմության շրջանը 14-րդ դարին մինչև 17-րդ դարու վերջերը։ Եվ այս բոլորը գծանկարներով, լուսանկարներով ճոխացած, մեծատիր 4 էջերու վրա սփռված Օսմանյան կայսրության սահմաններու մեջ գործող հայական վանկերու ընդհանուր ցուցակը 1894-ի տվյալներով, վանքը, վանքին և անահոր անունը ներառյալ, բազմաթիվ մանրամասնություններ։ Երկրորդ գլուխ, օդար ցեղերու Հայաստան ներբուժումը և հայոց պարտադիր նպատակությունը, 6 մասեր է բաղկացած է երկրորդ գլուխը, գավառի հայության ընկերային և տնտեսական առանցքը Օսմանյան կայսրության շրջանի հարկերը և կանցումի գերարքությունը, ֆրանսական հեղափոխության բարեկարգման ծավալումը դեպի Օսմանյան պետություն, նաև ազդեցությունը հայոց վրա։ Ազգային սահմանադրության հանդեպ Օսմանյան պետության անհանդուրժողությունը և գլխավոր պատճառը։ Կոստանդնուպոլսով պատրիարքության ենթակա Կիլիկիո և Աղթամարի կաթողիկոսությունները և Երուսաղեմի պատրիարքությունը։ Կոստանդնուպոլսով պատրիարքության իրավասության ենթակա վիճակները։ Բորիս կայսրության և հայ ամենքին ղեկավարման մայրաքաղաքի իրավասության տակ կազմակերպված գավառի հայությունը։ Եվ վերջապես առաջին հատորը կներկայացնե հայ գրթական երբեմնի հաստատությունները Օսմանյան արևմտյան գավառներու մեջ շուրջ 350 մեջ։
Այստեղ ներկայացված 4 ուսականություններու հայկական վարժարաններու պատմությունը։ Ադրիանա Բորսո կամ Էդիրնեի ուսականություն, Նիգոմիդիո կամ Իզմիտ Կավարի գարավարչություն, Կուտապերտիկյար կամ Բուրսայի ուսականություն և Կաստամոնու կամ Կաստամբոլի ուսականություն։ Այս 4 շրջանները աշխարհագրական օրենք գտնվին այսօրվա Թուրքիո հյուսիս արևմտյան շրջանի մեջ։ Յուրաքանչյուր գյուղի մասին խոսելու ընթացքին հեղինակը կներկայացնե այդ գյուղի հայ բնակչության մոտավոր թիվը, որպեսզի ընթերցողը կհամբարձի այդ մասին։ Այս գծով երկու խոսքի մեջ կան մանրամասնություններ, սակայն այդ մասին քիչ հետ անդրադառնա հեղինակը։ Այստեղ կարելի չէ ներկայացնել բոլոր մանրամասնությունները, բարձրապես նշենք, թե հեղինակը յուրաքանչյուր դպրոցի մասին երբ խոսի, մեզի կներկայացնի անոր իմաստության թվականը, վայրը այդ գյուղին կամ քաղաքին, ին եւ ներկա անունները, եկեղեցին, այնտեղ գործող քահանան կամ ընկերությունը, որը հովանին տակ բացված է դպրոցը, ով է բարերարը, երբ ուր ինչպիսի պայմաններում տակ ծնունդ արած է, քանի աշակերտ ունեցած է, քանի տարի գոյատևած է, մանչերու դպրոց եղած է միայն, թե աղջիկներու բաժին ունեցած է նաեւ, որոնք պաշտոնավարած են ազգային բարերարքարանի ուսումնական խորհուրդը գումար դրված է, թե ծաղկերուն համար գումար գայթայթվեր տաղային սնդուկ են։ Գյուղեր, դպրոցներ, որոնց գոյությունն ու հետքը չնչված են այսօր արմատապես։ Առաջին հատորի վերջավորության դեղատրված են կավարական հարստարության դեղեկագիրներ, անձնանուններու ցանկ, աշխարհագրական անուններու ցանկ, եկեղեցիներ, սրբավայրեր, հերթեր, դրտական հասարակություններ, ընկերային միություններ և կազմակերպություններ, օսմանյան արխիվային վավերագրեր, օգտագործված ու աղբյուրներու երկար շարքը, գծանկարներ, տախտակներ, թեւս, մետաղադրամներ, գնիկներ, քարտեզներ, թեմքեր, գարգը հարստացնեն այս զույգ հաստափոր հատորները, ապակա պատմականին տալով հսկայական հում նյութ ուսումնասիրելու հայ կյանքը օսմանյան դաշնության տարածքին։ Երկրորդ հատորը, որքան լուրջ ու խորհրդածություններու հվող աշխատանքի հետ գործ ունենք, սակայն եկեք Փարիզ սրամդրությամբ ողջունենք իսկապես եզակի երևույթը։ Հեղինակը այս երկրորդ հատորը ծնած է իր զոկանչին։ Այո, ճիշտ լսեցիք, զոկանչին եւ աներոջ, Հակոբ եւ Երինե Իգնատիոսյաններու անմոռաց հիշատակին։ Սիրելի Դիգինսոնա, թույլ տվեք խոնարհի ծնողքին հիշատակին առջև։ Վերջապես ով, եթե ոչ դուք եւ եք ներկայիս, որ պատկերելով բարոն Հակոբյանի աշխատանքի աղտնությունը, նեցուկ կանգնեցակ եւ ծեր ընտանիքի սեփական հազարավոր ժամերը նվիրեցիք ազգին ու հայրենիքին։ Հատորը կբացվի հեղինակին երկու խոսքով, կշեշտվի գավառներու մեջ գրթական աշխատանքին թերը։ Դակավին 1828 թվականին հայոց պատրիարքարանը ստեղծած է ուսումնական ժողով 200 տարի առաջ։ 1834-ին Օսմանյան կայսրության տարածքին բոլիսեր դուրս ունեցած են 114 վարժարաններ։ Հետաքրքրական դողմը 1880-ականներում Դեկրե Հակոբյան ճագեր Թագեցի բնակիչները կպահանջեին, որ վերահաստատվի ձեզը վարժարանի մեջ, որպեսզի դղակ անգիրտ եւ անոբատ չմեծնա։ Ճագեր Ուսումնական խորհրդին աշխատանքներու մասին այնպիսի մանրամասնություններ Բուդա Հակոբյան, որ իսկապես գյանանք այդ օրերու մտավորականության ու հոգևորականության գրթական աշխատանքները, հանրության ծանոթ ու անծանոթ անուններ, որոնք խավարի խուլ անգույներու մեջ գինեն դպրոցներ, կպահեն ուսուցիչներ, կվճարեն, կկազմակերպեն գրթական անհավատալի գործ։ Տիվեր եւ փաստեր, որքան որ ուզեք, Պաշտոնական դեղեկագիրներու համաձայն 1901-1902 դպրոցական դարաշրջանին Թուրքիո 61 խավարի կամ գյուղի մեջ հայ համայնքը ունեցած է 60,000-ը ավելի աշակերտ եւ 20,000-ը ավելի աշակերտուհի, 1500-ը ավելի ուսուցիչ եւ 500-ը ավելի ուսուցչուհիներ, 818 վարժարաններու մեջ։ Այս դիվերու մեջ չեն մտնել այլ հարաբանություններու եւ անհատական ու օդար վարժարանները։
Ընդհանուր դարձիկ մգացնելու համար այստեղ գնշվի թե 1915-ի թվությամբ մոտավորապես 1000 վարժարանի մեջ 120,000 աշակերտություն եղած է 3000-ը ավելի ուսուցիչներով, բայց եւ այնպես հաջորդ տողը միայն 7 բարեկը պարգանը, չագետ 1915-ի հայաչինչ հեղեղը բոլորն ալ քշեց դարավ, վերջագետ։ Վերադառնանք երկրորդ հատորի փոխանցության։ Այսօրվան Թուրքիո արևմտյան կողմը գտնվող 4 բուսակալություններու հայկական դպրոցներու պատմությունն է այստեղ արձանագրված։ Առաջին Այդենի կամ Զմիրնո բուսակալություն, երկրորդ Թաղապյո, Էնգյուրի կամ Անկարայի բուսակալություն, Յոզգաթով եւ Կեսարիայով, երրորդ Կոնյայի բուսակալություն եւ չորրորդ Ադանայի բուսակալություն։ Սրբապետություններու օրերում Փյուրե գյուղ քաղաք մերասկային գրթական յանքին վերեկին մասին գարտալով, սորվելով, անոր ահագնությունը պատկերացնելով, անշուշտ թե քաղցր ժպիտ մգուրվակծվեր տեմքիս վրա։ Սակայն ամեն անգամ, երբ նույն մահացու վիճակին թեմ հանդիման կգտնվեի, հոգեկան աշխարհս կբրդովեր, ցավին սաստկությունը գաբրեի եւ հերթական այդ սուրություններս մեկուն ընթացքին օրը Մարոն Հակոբյանի լսի։ Տատ պիտի բանալցերտեմ։ Այո, չիվերս չէի թիմացած, անընդհատ ընկերցելով իրենց բարձունքին հասած մեր վարժարաններում, ընտանիքներում, ուսուցիչներում, դնորություններում թանագահարումը, ինչպես որ գարգանտակ մգգտրեք, այդպես ալ մեր շեմ ու բայցար գրթական կյանքը տարագի հարվածողը ընդհատվեցավ 1915-ին։ Դխուր է, շատ դխուր է իրականությունը։ Դպրոցներու, դուներու, թաղամասերու ճամփոչ քյունումը, հրգիզումը 10-րդ, 20-րդ դարերում դարածված միջոց մի եղած է մոխիրի վերածելու ամեն բան։ Մեր հայրենագիցներուն գրած տարավանքը կարելի չէ չափել ինչ որ սանթղագով։ Անիկա մեր պատկերացուցած են շատ ավելի ահավոր է։ Բացեք այս հատորներեն պատահական էջմը եւ կհամոզվիք։ Այստեղ հիմա որ բիրանտատնամ այս դասակերկերուն իսկապես ուրիշ աշխատում էր։ Զույգ հատորներուն արժեքը մեծապես բարձրացուցած են հոն դեղատրված դասակերկերու գողքին կամ շաբիգին լուսանգարները իրենց բացատրություններով։ Այսօրվա մեր զարգացած ու հարաճացած յանքի մեջ մեր ունեցածը ոչինչ է, երբ համեմատենք Պոլիսեն ղեկավարվող ազգային դպրոցներում ծրագիրներուն հետ, ապշած էի։ Նախնական պատկերացումս չէր անցներ 1970-ական թվականներու Բեյրութի մեր հայադար դասակերկերուն մագարտագեն, որ ունեին, ես ունեի հայրենով գիտության, թվականության, աշխարհության գիրքեր Սիմոն Սիմոնյանի եւ մյուսներում։ 100 տարի առաջ, 1870-ականներն մինչև 1915 եւ անգեր ետք Դագամին դասակերկեր վերադարձված են Բոլիս եւ այլ քաղաքներու մեջ։ Եվ անոնց մեկ մասին հավաքագրումը կատարելով եւ հանրության ներկայացնելով Գևորգ Հակոբյան գորուստը փրկած է կանցերու հսկայական իշտեմարանը։ Այդ գիրքերեն օրինակներ վստահաբար կան ծրված գրատարաններու թե անհատներու կողմ։ Դա օրինակներ այս գիրքերուն անուններն որ պիտի ընթերցան ընդրելով փուչը, որոնք միայն գրոնական չեն, միայն լեզու եւ քրագանության մասին չեն։ Ինչպեսի դասակերպեր պատրաստներ են այդորում ծեր դիմացը խնդրեմ դիտեցեք եւ գլզանոթանանք։ Դա օրինակներ։ Դասակերպ Սրբազան Բախմուտյան, իմ եւ նոր դետագարանած, Ստեփան Պապազյան, Բոլիս 1874։ Արտաշես Ապելյան, դասակերպ Աշխարհակտության, Բոլիս 1921։ Դարեր Երկրաչափության, Բոլիս 1874։ Սպատ Տավթյան, Առաջին վարժություն մանգանց, Բոլիս 1904։ Գիրագի մեկտեբի դերսների, Գիրագնորյա դպրոցներում հատուկ հայադար թրքերեն դասավանդության դասակերպ, Բոլիս 1891։ Մումարեսեի իմլա, վարժություն ուղղակրության, իբետս թուրքերեն ուսանողած, Աբրահամ Մատեոսյան, Արմաշ, Սուրբ Աստվածածին բանկի դպարան։ Փարոս ամսաթև, ազգային ընկերային, քրական եւ փարոյական, 1910-1912 Պարտիզան։ Գործնական փարոյագիտություն, Միհրան Արամյան, Բոլիս 1893։ Դասակերպ Հայ ազգային Բաքրության, Սիմոն Կապամաջյան, Բոլիս 1879։ Թվապանություն, Հայ հմայակ Վարդապետ Բաբիկյան,
Բոլիս 1879 Համարոտ դրամաբանություն Խորեն Վարդապետ Աշոտյանց Արմաշի բանկ 1871 Քերականություն անգլերեն լեզվի դոկտոր Արմենակ Ասատուրյան Բոլիս 1870 Վզդիկներուն երկարանը Հողնան Լակաշյան Բոլիս 1904 Թայլայլիկ բակերազարդ և ցանակրված լիագադար երկարան Հրմայակ Արամյանց Բոլիս 1912 Վդանքը նվիրված հայ երդասարդներուն, որոնք անգերձորեն գպակցան ապրիլ բաքրության Բոլիս 1910 Ուրարգու կամ Հայաստանի նախապնիկները և իրենց քաղաքագրթությունը Գևորգ Մեսրոպ Բոլիս 1911 Չորեք լեզվյան խոսակցություն հայերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն Զաքարիա Պապազյան Բոլիս 1905 Օսմաներեն լեզվի դասակիրք Հակոբ Փաշայան Բոլիս 1893 Սիամանտո հայորդիները հրավարություն հոյիտայի Բոլիս 1908 և բազմաթիվ դասակիրքերու կողքին լուսանկարներ գրահաշիվ, թվապանություն, գրոնական քրերիկներ, դիեզերակրություն, աշխարհագրություն, հայոց պատմություն, դաստիարակություն, գրթական ծրագիրներ, ազգային վարժարաններու, մեղրակետ դասակիրք, կանցարան, ֆրանսերեն, անգլերեն սովետցնող դասակիրքեր, առողջապանություն, փառարաններ։ Հետաքրքրական գիտմը, մեդաքսապանություն կամ աղեկ մեդաքսչիներու արհեստ, հեղինակ Հակոբ աղա Գոջիկյան։ Եվ դխուր վերջապամը այս հրատարակություններու բաժինը եզրակացնելու համար դեղեկագիրք երկիր վերջավորության դեղեկագիրք կավարական հարստահարությանց Բոլիս 1876 կպահկանա 7 էջերեն և բարձրագույն դրան հացնված է Որսո Բադիար Մգրդիչ արգևեսոս Խրիմյանի ստորագրությամբ և Բադիարկարանի գնիքով խոսքը բարեփոխումներու մասին է և քաղաքավարում են կներկայացվին անհրաժեշտ բարեփոխումներ մանավանդ կավարներու մեջ։ Ով կխնդրվի արդարություն, ազնվություն, ցույց կդրվին չարաշահումներ, կսպասվին քրական լուծումներ և ինչպես կդեղեկանանք անոնց մեծ մասը ապարդյուն մնացած է։ Ակներև են փոխությունները, հողերու գրավում, ինչքի գրավում, փաստի հետևե կդրվի։ Մեկ օրինակ, ճագերտ։ Գարինի կուսակալության մեջ գտնվող Ջանի գյուղի գöllər ըսված հողերն ու ջուրն և դերեբեկ գյուղի հողերն ու մարկերը դերեբեկցի Մահմուդը գրաված է։ Դոմ, դերեբեկին են։ Լեզուն, հեղինակին լեզուն։ Որպես այս զույգ հադորներու վերստուկով սրպակրիչ, թե ինձի և թե հեղինակին համար շատ դժվար եղավ յուրաքանչյուր էջ վերջնականացնելն ու դպակրության պատրաստելը։ Հարցը այն է, որ զույգ հադորները էջատրված էին վերջին սրպակրությունները առաջ։ Ստիպված եղանք ամենաանհրաժեշտ փոփոխությունները կատարել, բայելով հեղինակին լեզվաոճական առանձնահատկությունները։ Ան իր թաչը դա, այսօր որ իր լեզուն է, շատ գեղեցիկ ներկայացված։ Այլ բարակա մնալ հայերենի ավելի ճիշտ անդեր մնացած արևմտահայերենի երկծեր բարելու ուղղանկություններ Ստագորեն ընդունված օրենքներու բացակայության պատճառով կամ մեկի ավելի օրենքներու պատճառով Ցեղասպանության պատմություն հեղինակին նպատակը Վերջապես ինչ է հեղինակին նպատակը եթե ոչ մշակութային ցեղասպանության անբակորկոր փաստը Ան սեղանի վրա գտնեք մեր դպրոցներու պատմությունը եթե դպրոց կա Ուրեմն դպրոցական կա, ուսուցչական գազն կա, դոնորենություն կա, ձնող կա, քյուղ կամ ավան, եկեղեցի, համայնք։ Այսօր այդ քյուղերն ու քաղաքները հայկականութեն է բարբված, կարդեսել չնչված, արդեն 100 տարի չեն շնչել այբուբեն, չեն լսել աղոտ կմեր, չեն երկել ու բարել հայերեն։ Գորուստը ահավոր է։ Այո, ահավոր բամ այնտեղ կկատարվեր ուղի մեջ։ Անգերեզման մնացին մեր բաբիկներն ու մամիկները, մեր քույրերն ու եղբայրները, Գորուստը անչափելի է։ Բարոն Գևորգ Հակոբյան իր այս մեծածավալ աշխատանքով լայն թուրմն թարվածն կփանա ուսումնասիրելու 19-րդ և 20-րդ դարերու Օսմանյան գայսրության սահմաններու մեջ ապրող հայ աշխարհը։ Հազարավոր հայեր իրենց նոման բերած են հայկյան վարժարաններու հիմնադրության և զարգացման համար։
իրենց լուման տրամով թե ժամանակով, իրենց գիտությամբ թե արևտրական հմտություններով, իրենց ջգուն քաղաքականությամբ ու դիմացինը սիրաշահելու նուրբ արվեստով։ Չկան այդ բոլորը, չկան որպանոցները, արեստանոցները, մարզական խումբերը, գարի ու ծևի, ոչկագարությամբ եւ այլ մասնագիտություններու մասնակիցները, բժիշկը, տեղագործը, ճարտարապետը, ճարտարագետը, գա նոր աշխարհը, գանք մենք եւ գա Հայաստանի Հանրապետությունը, որ բոլորիս տունն է։ Մեր բարդն է ամուր վահել այդ փոքրիկ հողադորը, որ այսօր Երևանն է, Գյումրին է, Վանաձորն է, Սյունիքն է, Արարատյան Դաշտավայրն է։ Այսօրվա հանդիպումը թող մեզ ավելի մոտեցնի իրարու։ Արժևորելու համար այն ինչը որ ունենք, որ կոչվի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանյաց առաքելական եկեղեցի, Սուրբ Էջմիածնով, Անտիլիասով, Երուսաղեմով ու Գորիսով։ Մեր վարկն է ոտքի մնալ, որպեսզի արթուն պահենք մեր թալիք սերունդներն ու հայրենի դունը։ Շնորհակալություն։